Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ այսօր ոչ միայն խոսելու ենք մշակույթից, այլ նաեւ խոսելու ենք հոգեբանությունից, որը շատ կարեւոր թեմա է եւ այսօրվա հյուրս Իրինա Ծատուրյանն է, հոգեբան, ում հետ կփորձենք բարձել շատ կարեւոր հարցեր։ Տիկին Ծատուրյան, շնորհակալ եմ հյուրս լինելու համար։ Շնորհակալություն, որ հրավիրում եք։ Մեծագույն սիրով։ Տիկին Ծատուրյան, կարծես ահազանգ լինի այն ինչի մասին մենք այսօր խոսելու ենք։ Դա խաղամոլությունն է, որը արդեն տարածվել է երիտասարդ սերնդի վրա։ Ասեմ ավելին, անչափահասների վրա, որովհետև այն, ինչ կատարվում է այժմ համացանցում, կարծես անվերահսկելի է։ Բաց ենք անում սոցցանցերը, տեսնում ենք, որտեղ որ գրված է, որ սահմանափակում կա տարիքային 18-ից բարձր, սակայն քանի որ երեխաները կարող են գրանցվել իրենց ծնողի անունով եւ այլն, այսինքն իրենց համար դա հասանելի է եւ ամբողջ սերունդը այժմ համացանցով գումար է վաստակում։ Գումար է վաստակում, այսպես ասված, բաթլներով, ինձ համարել է դա տարօրինակ ինչ-որ բան, ուրեմն կպնում են մեկը մյուսի հետ, խաղեր են խաղում եւ գումարներ աշխատում։ Արդյոք սրանով չի աղավաղվում աշխատելու կուլտուրան, աշխատելու ձգտումը։ Արդյոք 20 տարեկան թեկուզ պատանին չի մտածում հեշտ գումար վաստակելու միջոցը, երիտասարդ աղջիկը ինչ որ գեղեցիկ իր բարեմասնությունները ցուցադրելով գումար վաստակում։ Արդյոք սա չեմ ուզում ավելի կոպիտ, ավելի շեշտակի բառեր ասել, բայց արդյոք սա կործանում չի։ Շնորհակալություն, որ բարձրացնում եք էլի այդ հարցը։ Այս հարցը իհարկե նոր չի եւ առաջի իմ խոսելը այս հարցի վերաբերյալ եղել է թերևս երևի մի 12-15 տարի առաջ, երբ որ դեռ նոր էր։ Դեռ մենք ունենք ինչ կախում ունենք, որ երեխան, ասենք թե նստում է դասերը չի անում, նստում է իր խաղիկներն է խաղում։ Ոչ մի ոչ բաթլ, ոչ փող աշխատել, ոչ մի բան, կամաց նա բռնում է ճանապարհը խաղամոլ լինելու, որտեղ խաղամոլության ճանապարհը երբեք չի սկսվել ամենասկզբից փող աշխատելուց։ Ուղղակի սկսվել է նրանից, որ նա մտել է խաղացել է։ Դրանից առաջ ինչի իրեն այդպես գերեցին այդ խաղերը առհասարակ կոմպյուտերի հետ գործ ունենալը եւ այլն, որովհետեւ ինքը փոքրիկ բալիկ էր, փոխարենը մաման կամ տատիկը հեքիաթը կարդային, իրանք բացում էին հեռախոսը, վերցնում էին Մաշա եւ Մեդվեդյա, ասենք թե եւ դա էր, համարվում է դա այլ խոսակցություն է մուլտերի ազդեցությունը, ասենք թե երեխաների վրա, դա ուրիշ խոսակցություն է, բայց եւ այդպես արդեն ինքը ծնողը կապում է երեխային այդ կոմպյուտերից դեռ որ հեռախոսի տեսքով, բայց ի տարբերություն մոլիությունները կարող են եւ հեռախոսի մեջ լինեն եւ մեծ կոմպյուտերի մեջ, որը հիմա գնալով արդեն էլի արդեն իբրև գadget ինքը արդեն ծերանում է iPad-ների եւ այլն, այսինքն մենք հասկանում ենք, որ գիտեք, երբ որ ես ասում եմ, որ ամեն երեխան իր ընտանիքի հայելին է, շատ հաճախ ինձանից նեղանում են, որովհետև ասում են ինչի մենք ենք սովորեցել, ինչի մենք ենք ինչ-որ բաներ ստիպել որ անել, բայց գիտեք ինչ մի բան կա, նաև դրա հետ մեկտեղ էլ անպայման ուզում եմ ասել, որ ծնողի հացի մեջ աղ չկա, որովհետև նա ամբողջ օրը զբաղված է, նա երեխայի համար գումար է վաստակում, ապրուստի համար, եւ նա չի կարող հետևել, թե երեխան ինչ է անում, նաև դա էլ կա, դրանով էլ է նա դառնում, ասենք թե այնտեղ արդեն շատ տակը սոցիալական հարցեր են բացում, որ հայրը արտագնահետ չկա կամ բաժանված է կամ պատերազմում զոհված է, մարդը մայրը մենակ է 2-3 երեխա է, նա պետք է դա մի ձևի անի առավոտվա 6-ին դուրս է գալիս երեկոյանին վերադառնում է, ինքը ինչ իմանա իր երեխան ինչով է զբաղված, մանավանդ որ արդեն Մաշա ու Մեդվեդյի այդ համը նա արդեն բերան եղել։ Եվ այդպես ձևավորումը եւ նաեւ իբրև կանոն, հաճույքները գնալով ավելի պակասած են այս մեր դարում նախ
ծնողները վախեցած, որ փողոցում կարող է երեխան վտանգի ենթարկվի, առանձնապես չեն բաց թողնում, որ գնա բակ, մենք կարող ենք հիշել մեր մանկությունները, մենք բակում ինչքան ժամանակ էինք անցկացնում, ինչքան խաղում ենք եւ այլն, հիմա երեխան բակ դուրս չի գալիս, որովհետեւ վտանգավոր ժամանակաշրջան է։ Սոցիալապես ընտանիքները այդքան լավ չեն ապրում եւ հաճույք, այսինքն ինչ է ցանկացած կախումը, դա ինչ է, դա հաճույք որոնելն է, հա։ Հիմա եթե ընտանիքը ինքը ունի իր խնդիրները, մայրը չի հասցնում, նա շատ բաներ չի անում, բայց նա պետք է չէ, երեխա է, նա պետք է չէ ինչ-որ հաճույք ստանա, նա մտնում է դեռ ուղղակի անմեղ խաղում է, առանց որևէ գումարային բանի, հետո կամաց, քանի որ կամպյուտերի մեջ է ամբողջ օրը, այնտեղ արդեն առաջարկում է, այս խաղը բեր, խաղանք բեր, խումբ կազմենք բեր, այս անենք, այն անենք, բոնուսներ են տալիս, այս են տալիս, այն են տալիս եւ արդեն այդ մի ծառը, որը դուրս եկավ այսպես մի հատ փոքր սերմից, ինքը հիմա այնքան ճյուղավորումներ ունի, որ եթե մենք սկսենք թվարկել, ինչպիսի կամպյուտերային խաղեր կան եւ ինչով է դա եւ ինչով են նաեւ փողնել աշխատում, դուք կարծում եք անդրադառնանք դրան, որ դուք հարցը դնում եք արդյոք դա հեշտ փող աշխատելու միջոց չէ, բայց դեռ որ խոսենք, ինչի մասին կախումների մասին, այդ կախումը ինչ է անում, կախումը երեխային, ուրեմն մենք հասկացանք, որ նա ասենք թե նախ նա սկսում է վատ սովորել, նա այդքան ժամանակ չի տալիս սովորելուն, որովհետև սովորելը արդեն իրան հետաքրքիր չէ։ Հետո դա վիրուսի վարակի նման ինչ է դառնում, բոլորը այդ բանը անում են, խաղում են, եւ ինքը եթե հանկարծ չխաղա նստի դաս սովորի, նա իր դասարանի համար կլինի ոչ ջուրին մարդ, հա, նա արդեն տարբերվում է եւ ինքը չի ուզում օտար լինի։ Երկրորդը, то есть արդեն չգիտեմ, որ երրորդը երևի նա դրանով արդեն սովորել առաջանում է սովորություն, որը փոխել շատ ավելի դժվար է, քան որ այդ սովորությունը այնպես ծնողը դաստիարակի, նա չառաջանա, մենք շատ լավ դրա մասին գիտենք, ցանկացած սովորության մասին էլ, չէ՞, մենք կարող ենք այդ բանը ասել։ Եվ հետո կամաց եւ եթե մի քանի անգամներ են հաջողվում է փող վաստակել, այստեղ գալիս է շատ մեծ թեմա, այդ խաղամոլության թեման, որը եթե դուք խոսեցիք նրա մասին, որ նա հեշտ փող է աշխատում առանց ջանք թափելու, ապա ստեղ մենք խոսում ենք նրա մասին։ Հիմա ես թերապիայի մեջ ունեմ 5 տղա, որոնք կրվել են $2,500 միջև կարելի ասել ասահմանություն։ Եվ այդ ամբողջը դա արվում է հեռախոսով, ինքը նույնիսկ տնից դուրս չի գալիս, իրեն ամեն ինչը մատուցած է, մենք որևէ օրենքներ չունենք, ես մտնում եմ, ասենք թե խոհարարական сайт, որ ինձ հետաքրքիր է իբրև կին, ինչ-որ ուտեստ եմ նոր ուզում պատրաստել, ինձ բերում է ռեկլամը խաղի, ինչ-որ, հասկանում եք, անջարապետ եւ այլն, հասկանում, եւ մենք ոչ մի բան չունենք դրա դեմը առնելու, որովհետեւ այդ մի մոլիության, այդ մի կախման, այդ ինտերնետի, դա ինչ է անում եւ դա ուղղվում է ում նկատմամբ հիմնականում մեր ապագային, դա մեր ապագայի նկատմամբ ահարված տղաների տեսքով, որովհետև թիրախը դառնում են տղաները։ Ես չցանկացա ձեզ ընդհատել, որովհետև դուք շատ կարևոր շեշտադրումներով խոսեցիք, բայց այնուհանդերձ ես ուզում եմ հիշեցնել եւ գաղտնիք չէ, որ մենք ծանոթ ենք ոչ միայն մեր տաղարում, այլ շատ վաղուց։ Ես ինքս մեծացնում եմ աղջիկ, միայնակ։ Եվ եթե չեմ սխալվում, դուք նույնպես մեծացել եք միայն մոր հոգացության ներքո։ Ինչու ստացվեց այնպես, որ մեր ծնողները եւ ես ինքս որպես ծնող կարողանում եմ ճիշտ ուղղությամբ տանել երեխայի դաստիարակությունը, ընդ որում նույն այդ սոցհարթակները հասանելի են նաեւ իմ աղջկա համար, 21 տարեկան աղջկա համար։ Ինչպես է ստացվում, որ մեկ ուրիշ ընտանիք ասում է ես զբաղված եմ, ես պետք է աշխատեմ, չէ՞ որ մենք էլ ենք աշխատել, չէ՞ որ ձեր ծնողն էլ է աշխատել։ Այսինքն այստեղ խնդիրը ոչ միայն ծնողի դաստիարակության մեջ է մտնում, այլ նաև ծնողը չի դաստիարակում երեխային գումար վաստակելու արվեստը, քրտնաջան, քրտինքով, վաղ արթնանալով։ Եվ չի բացատրում, որ բարեմասնությունները ցուցադրելով չի կարելի գումար վաստակել։
Ես երբ որ խոսում էի, ես ուզում էի դրա մասին ասեի, ձեր եւ ձեր բարեկի մասին, ուղղակի խոսակցությունը կշեղվեր այն ժամանակ եւ շատ լավ է որ դուք այդ հարցը դրեցիք, որ ես նաեւ ասացի, որ երբ որ ես ասում եմ, որ ամեն երեխաներ ընտանիքի հայրն է, ես առաջի հերթին ձեզ եմ նկատի ունեի, երբ որ ես դա ասեցի։ Այո, կարող է մենակ մայրը մեծացնի ինձ ձեր երեխային, հա, ես եւ ձեր աղջիկը նույն պայմաններում ենք, հա, կարելի է ասել մեծացել եւ դրա հետ մեկտեղ էլ հորով մորով այն որ կենացները խմում են հորով մորով իմ խաղացող տղաների մասին ես որ խոսում եմ այնտեղ հիմնականում լիարժեք ընտանիքում են մեծացել չնայած ես չգիտեմ եթե այդ լիարժեք հա կոչում է այդ պայմանական այդ լիարժեքությունը եթե հայրը չի զբաղվում երեխայով եթե մայրը ինքը ամբողջ օրը նստած է հեռախոսի մեջ եւ ինքը խաղում է արդյոք այդ ընտանիքը լիարժեք է Ստեղ ինչ է գալիս, ստեղ գալիս է դաստիարակության իհարկե թուլացումները, գիտեք երևի ես ամփոփած մի բառով ասեմ երեխան ինչ է զգում, երեխան իրեն զգում է անպետք։ Ամենայնց թվում է դաստիարակության մեջ ամենավտանգավոր բառը, որը երեխային կարելի է ասել, դա այն է, որ մենք շատ հաճախ դա ասում ենք, սկի չենք էլ հասկանում ինչ ենք անում, պսիխիկայի հետ է, դա անպետք լինելն է, ինքը պետք չի, եթե ինքը պետք չի իր տանը, նա արդեն սկսում է փնտրել, տեսեք ընտանիքի վրա, նա արդեն սկսում է փնտրել իր ընկերներին, նա արդեն այլ միջավայրում, այո, նա արդեն գնում է այնտեղ, որտեղ նա կարող է պիտանի լինի, որտեղ նա կարող է պետք լինել, հասկանում եք, այ մենք դա պետք է, դրա համար դուք ամբողջ օրը աշխատել եք, բայց ես շատ լավ ձեզ գիտեմ, որ դուք կես ժամը մեկ, մի ժամ մեկ Աննաջան կերար, Աննաջան եկար, Աննաջան գնացր, այսինքն Աննան գիտեր, որ նա այնպես ինչպես իր մորն է պետք, նա համենայն դեպս այն կյանքում, որը որ նա միջև առեսօր ապրել, նա դեռ ուրիշին այդ աստիճանի պետք է, իսկ եթե նա պետք է, ուրեմն նա չի կարող դավաճանի իր մամային, չէ, այն ինչը որ ներդնում է մաման իր մեջ, նա դրանով էլ պատասխանում է Այստեղ էլ կա թակարդ, որն է թակարդը, մորը այդ երեխան պետք է, բայց մայրը այդքան դա մեկ-մեկ ցույց էլ չի տալիս, նա ասում է, ես շատ հաճախ եղել է ես իմ այցելուներին հարցնում եմ, ասում եմ, դուք ձեր երեխաներին ասել եք ձեր երեխային, որ սիրում եք իրեն, ասում է ինչի ինքը չգիտի, տեսեք, որովհետև մայրն էլ իր երեխային դաստիարակում է այնպես, ինչպես իրան են դաստիարակել, այո, նա չի բանան, և ժամանակակից այդ վերաբերմունքը, նա ժամանակակից ինֆորմացիաները չի վերցնում և որքան որ զավեշտալի ասեմ, ցավալի ասեմ, որքան որ տարօրինակ ասեմ, բայց այդ կախումները ձևավորում են ընտանիքում մանավանդ մեր ազգը ուտող խմող ազգ է։ Տեսեք, եթե պապերի մեջ կա խմող, գենետիկորեն կախումը կարող է տեղափոխվել, հիմա արդեն ինքը խաղամոլ է, խաղացող։ Այսինքն այնուհանդերձ կախվածություն որևիցե բանից այո, դա կամ կարող է նա այ խաղացող կամ նա կարող է թմրամոլ դառնա եւ եթե այդ կախման իհարկե հարմատների իրանք շատ լուրջ են, շատ բարդ են, շատ հաճախ կախում ունեցող մարդիկ իրանք ունենում են շատ ծանր հոգեբանական խնդիրներ, այդ դեպրեսիան անպայման իրենցից անպակաս է եւ այլն եւ այդ դարավոր դեպրեսիաները էլ արդեն չգնանք չհասնենք այդ հոգեբանությանը, որ դա որտեղից է գալիս, նաեւ դրա համար եթե հարգելի ծնողներ, եթե ձեր ընտանիքում ձեր պապերի մեջ կան մարդիկ ովքեր որ խմել դուք խմող են եղել կամ ասենք թե ինչ որ էլի զգացել եք որ ինչ որ կախումներ ունի ասենք թե փողը շռայլելու ծախսելու այդ լա կախում համարվում դուք ուրեմն ձեր երեխաների րոպե մեկ իրան մի ասեք պապդ խմող ա եղել դու էլ չես կարողանա բանանել մենք պետք է հաշվի առնենք որ եթե մեր պապերի մեջ կան խմողներ եղել են խմողներ կամ պապերի մեջ ուրեմն մեր ընտանիքում կա կախման հավակնություն, դրա համար մենք մեր երեխաներին էլ ավելի լուրջ և ավելի ուշադիր պետք է լինենք, հասկանում եք, այդ սիստեմա, որն է սիստեմա, ձեր երեխայի հետ դուք պետք է իր հետ շփվեք ընկերություն անելով, հիմքը դա պետք է լինի, և նա այդ ժամանակ, որ պետք բառը
պիտանի բառը գործածեցի, նա կհասկանա, որ նա շատ տեսեք երեխաները շատ հաճախ ասում են, դե գալիս ասում, դե եղբորս են ավելի ընտանիքում սիրել կամ չգիտեմ, քրոջս են սիրել, իրան վերջի հերթին են լավ վերաբերվել, այդ դա նաև տեսեք հաճույք չկա, չէ, այսինքն հաճույքը այն է, երբ որ մարդը գիտի, որ նա սիրված է, մայրը սիրում է, բայց ինչ որ ասենք թե քույրը, որ փոքր է լինում, իրան ավելի են ուշադրություն դարձնում, կամ փոքր եղբորն են ավելի ուշադրություն դարձնում, կամ մեծ եղբորն են ավելի ուշադրություն դարձնում, այս մեկը իրան թվում է, որ իրան ոչ ոք չի սիրում։ Հետևաբար նա պետք է ամենամեծ հաճույքը ի՞նչն է փոքր երեխայի համար, դա սիրված լինելն է։ Տիկին Ծատուրյան, ես ինքս չլինելով հոգեբան, ուսումնասիրելով դաշտը, քանի որ սա ինձ համար շատ կարևորագույն խնդիր է, որը ես լրջագույն կերպով ուզում եմ այս հարցին նաև պետական մակարդակով լուծում տեսնել, ես նկատել եմ, որ տվյալ հարթակում հիմնականում կամ ամուսնալուծված մարդիկ են, կամ ինչպես դուք ասացիք, սիրո պակաս, ընկերության պակաս, շրջապատի պակաս ունեցող մարդիկ են, ովքեր փորձում են նման հարթակում ընկերություն ունենալ, թեկուզ մեկ ժամ շփվել մարդկանց հետ, խոսել մարդկանց հետ, այսինքն միանշանակ համաձայն եմ ձեր այդ կարծիքի հետ, որ միայնակ մարդկանց ինչ-որ հավաքույթ է, ինչպես նաև գումար վաստակելու, որովհետև եթե մեկը մյուսին գումար է գցում, այն մյուսը շոյելու համար, շնորհակալություն լինելու համար լավ բառեր է ասում, այստեղ դիմացինի էգոն է շոյվում կամ չգիտեմ, ձեր ասած մոր պակասած, մոր չտված սիրո խոսքերն են լրացվում, բայց այս ամենը հոգեբանորեն հասկանալով, արդյունքում մենք ունենք մի փաստ, որ կործանվում ենք։ Քանի ես վստահ եմ դուք ինձանից շատ օրինակ կարող եք բերել, ես ինքս ունեմ նման օրինակ, չեմ ցանկանա անունով ասել, քանի ինքնասպանություն են եղել հենց խաղամոլության պատճառով։ Այո։ Սա լրջագույն խնդիր է, որին ոչ միայն հոգեբանները պետք է լինեն լծված այս աշխատանքի շուրջ, այլ նաև պետությունը։ Սա պետք է պետական մակարդակով լուծվի։ Համենայն դեպս նոր ինչ-որ օրենքներ, ինչ-որ բաներ պետք է հասկանում եք, ասենք թե կամ էլ դպրոցներում ինչ-որ դաս մտցնեն, նորմաներ գոյություն ունի։ Երեխան ինչքան ժամանակ պետք է անցկացնի կոմպյուտերի առջև։ Այդ դեռ մենք խոսում ենք 3-4 դասարանում եղած երեխայի մասին։ Երեխան դպրոցում այդ դասը անցնելուց հետո որ գնա տուն, կընկալի կանի այդ աշխատանքը։ Ծնողների հետ ավելի հատուկ է։ Ուրեմն այսինքն դուք ասացիք պետությունը մտցնում է նոր ինչ որ կամ էլ հատուկ այդ կիբերատականների, կիբերվտանգների, այդ բոլոր բաների մասին, որ տեղեկացված լինեն մարդիկ, հասկանում եք։ Ավելի նույնիսկ ինչ որտեղ այն ինչ որ մենք ենք կարող, նույնիսկ ինչ որտեղ վախացնելու, բայց մայրը պետք է իմանա։ Տիկին Ծատուրյանի մոտ հարց առաջացավ, իսկ ինչ եք կարծում, գուցե տվյալ մորը ձեռք է տալիս, որ իր երեխան տանը նստած փող վաստակի, որ իր 18 տարեկան աղջիկը գումար բերի տուն, ընդ որում ասեմ ձեզ, մեծ գումարների մասին է խոսքը։ Բան չունեմ ասելու, այո, կարող է, դե մենք հիմա խո բոլորը գումարներ չեն աշխատում, ես խոսում եմ տվյալ դեպքում այն մարդկանց մասին, ումա որ օգվում, հա, տեսեք, ինչ մենք առաջ միշտ խոսում ենք, որ գումարը կորում է ընտանիքում, գումարը ուղղակի փոշիանում է, որտեղ կրվում են, հա, իսկ հիմա դե տեսեք նոր ինչ որ բան է գալիս, դեռ հակառակը գումարը։ Բայց նաև գումար իրենք տեսեք Դուք ինձ տվեցիք նվեր, ես ձեզ պատասխան գալիս եմ ձեր խաղին եմ նվեր տալիս։ Իհարկե, դա արդեն ցանց է դառնում, դա կախում է, առաջացնում արդեն այդ ցանցի մեջ, որ այդ երեխաները իրարից կախված են, то есть դեռահասները, երիտասարդները արդեն իհարկե երեխաներ չի կարելի անվանել, այ դա է արդեն, դա էլ չէ կախումը կախումի մեջ, այդ էլ է շատ հետաքրքիր բան առաջանում եւ իրենք ինչ որ նոր միկրոսոցիումներ են ստեղծում, ինչ որ խմբեր է ստեղծվում սոցիալական, որը որ նաեւ ինքը իր դրա հետ մեկտեղ ինքը կարող է թմրանյութել օգտագործի, իրենք արդեն այդ բաներն են, հա, խմբավորումներն են ստեղծվում, որտեղ արդեն կարող է շատ բաներ այդ պիրծինգները անեն, իրենք այդ բոլոր դաջվածքներով եւ այլն, որը որ մենք շատ վաղուց ես խոսել եմ դաջվածքների վտանգի մասին, էլեմենտարն է, ինքը մաշկի մեջ մտնում է օտարածին եւ այլն, այսինքն բոլոր այդ կարգի բոլոր բաները ինչի պետքա պետությունը դրա մասին մտածի շատ ուժեղ իրանք բոլորը
տանում են այդ սերունդի հիվանդ դառնալու եւ հետեւաբար անաշխատունակ եւ այլն պետությանը ոչ օգուտ տվող դա մասսա է դառնում, որը որ ինքը այդ քաղաքացու այդ գիտեք եւ իրենք շատ անտարբեր են իրենք օրինակի համար ընտրությունների ժամանակ այդ բոլոր բաների ժամանակ իրենց հետաքրքիր չէ ինչ պետություն ինչ պետականություն այդ մանավանդ հանդուրժողականության այդ պահներ որ մտցրեցին ամեն ինչի նկատմամբ այսինքն անտարբեր հա այս արեց ոչինչ կարելի է թող այս էլ կարա լինի այն էլ կա վերջացավ այդ երեխաները բան չունեն առանցքից դպրոցներում էր հայ գրականության դասերը ես իմ ոնց են անցնում արդեն բանը այն որ ասենք թե մենք հպարտանում ենք մեծ րոպեան տարերով եւ մենք հայ գրականություն ենք կարդում եւ թարգմանաբար ենք կարդում պատմությունը այդ բոլոր բաներն են տեսեք մեկը մյուսից այսպես շղթայաձև սկսում է բանանել, հա, որովհետև դա մորը օգնում է որ երկու, բայց նա կարելի է ասել, որ հոգին սատանաներին է սկսում վաճառել, չէ՞, առաջին հերթին մայրը։ Այո, առու վաճառքը, առկու վաճառքը դա բան է, չէ՞, դա արդեն այդ տարիքում հասկանալի է, որ փող չկա, չկա, դրա հետ մեկտեղ էլ ուրեմն միայնակ մայրը, մյուս կողմից միայնակ մայրը հիմա մեր արժեվ ասենք թե նստածներ միայնակ մայրը, որի երեխան այո այդպես փողա վաստակում նայր ասում ես ռեստորանում աման եմ լվանում իմ փողը ինձ չի հերիքում դե թող պետությունը ինձ նենց որ ես առանց ամուսին եմ երեխա մեծացում ինձ նենց նպաստա որ ես երեխա իմ երեխան այդ բաները չանի տեսեք շղթայված ինչ-որ այո տեսեք արդեն պարուշնի կրուկ, հա, արդեն մենք մտնում ենք այդ բանի մեջ, նայել դա կարողանա մեզ հիմա նայելով, ասել, լավ եք խոսում, դուք իմ պրոբլեմները ունեք, Աստված ոչ անի իրանք մեր պրոբլեմները իհարկե ունենան, դրա մասին չխոսեք։ Մենք բազմիցս այո դա լսել ենք, մենք դա բան չանենք, այդ սամը, բայց այստեղ նաև այդպես հարցեր կա, որ մենք պետք է բարձրացնենք, այո, առանց պետության մենք չենք կարող դա ընդունենք։ Մենք ես չեմ հիշում ազգային ժողովում, ասենք թե նման հարց, որ դրված լինի խաղը եւ ասենք թե ինչ որ այդ խաղին արգելող ինչ որ օրենք։ Վերջերս եղավ նմանատիպ մի օրենք ընդունվեց, խաղատների հարկերը բարձրացվող օրենք ընդունվեց, ոչ թե արգելվող այլ հարկերը պետության բյուջե, պետական բյուջե մտնող հարկերը բարձրացվող։ Ես չգիտեմ, դա գուցե նպաստի որոշակի խաղատներ փակվելուն, գուցե այդ հույսը ունենք էլի։ Իսկ ինձ թվում է, որ խաղատները, ստավկաները մի բան կփոխվեն, ինձ թվում է այդ խաղային բաները, ավտոմատները, այնտեղ չիպեր կա, որով ասենք թե ինքը գալիս է, այդ խաղային ավտոմատը ինքը գալիս է, ասենք թե 100 խաղից 40-ը կրում է 60%-ը պարտվում է։ Իսկ այնտեղ չիպեր կա, որ միկրոչիպերը կարելի է այնպես անել, որ կրում է ասենք թե 10%-ը։ Հիմա կանեմ, որ կրում է 5%-ը։ Բոլորը կմնան իրենց տեղերում։ Չի փակվի խաղատունը, ինձ թվում է։ Այդ դա է պետք փակել։ Հենց դա է, այդ հարցն է պետք լուծել։ Տիկին Ծատուրյան։ Ռեկլամները, խաղատների ռեկլամը ունենք, խաղի ռեկլամը ունենք։ Խմիչքի ռեկլամը մենք ունենք, մենք կախումների մասին ենք, չէ՞ կարծեմ խոսում։ Իհարկե։ Հա, խմիչքի ռեկլամը կա։ Ծխախոտի ռեկլամը կա։ Կիևյան կամուրջի մոտով որ անցնում ես, անընդհատ այնտեղ այդ եւ իրար հետևից այդ դիզայնը այնպես արված, որ ամեն սյան վրա կա ռեկլամ, ասենք թե խմիչքի ռեկլամ կա, հա, այսինքն եթե դու մեկը չհասցրեցիր կարդալ, ոչինչ, բավականին երկար է Կիևյան կամուրջը, կհասցնես, շատ լավ, եւ դա ռեկլամը ինչ է, չէ, դա բանով վիզուալն այո, նա շատ լավ, նա տպվում է քո ուղեղի մեջ, դու գնում ես խանութ, ասես վայ, ասես ռեկլամ, կարող է լավ խմիչք կա, նույնիսկ այն մարդը, որ առանձնապես միտքել չուներ խմելու, ինչ է, ռեկլամի ազդեցության մասին չխոսենք, կստացի հետ էլ է կախում, ռեկլամներից կախում, բայց մենք հիմա մեր բանը, մեր ընտրած թեման ինքը մի քիչ ուրիշ է։ Այո, նաև մենք ունենք այդ բոլոր խնդիրները եւ մենք հասկացանք, որ նույնիսկ այն ամենաթեթև այդ խաղալու հետ կապված բանը դա կլինի փող աշխատելու միջոց, դա կլինի ուղակի ժամանակ անցկացնելու, ուղակի դա կլինի, ասենք թե իրար հետ շփվելու միջոց, չէ, ասենք թե երեխաների, դեռահասների մոտ, այդ բոլորը իհարկե թույլատնում է մեր պետության հիմքը, այո, շատ ուժեղ թույլատում։ Ես այս դա է ցանկամ ձեզ ասել, այն պետությունը, որը մշտապես պատերազմի մեջ է,
որը մշտապես խնդիր ունի գոյատևելու, իրավունք չունի թույլատրել հիմքը, իսկ հիմքը տղամարդն է։ Եթե տղամարդը պետությանը, երկրի տանը տղամարդը թույլ է եւ միայն մտածում է գումար վաստակելու մասին, ու հայի թասիբ գոռում միայն այն ժամանակ, երբ ինքը բաթլ է խաղում, դա ինձ համար արդեն կործանված մարդ է, որովհետեւ թասիբը չեն պահում բաթլով, դիմացինին կրելու համար, թասիբը պահում են քայլով, գործով, աշխատանքով, շենացնելով, զենքին տիրապետելով եւ այլն եւ այլն։ Սա իսկապես լրջագույն խնդիր է։ Տիկին Ծատուրյան, մենք խոսեցինք կախվածությունից, ես կրկին շատ ցավոտ, ինձ համար շատ անհասկանալի, որ ասում եմ ոչ մի կերպ օրգանիզմի մեջ դա չի, այդ միտքը չի ընկալվում, թմրանյութերն են, որ հիմա շատ տարածված են դպրոցներում, տարածված են ամեն ուր, այսինքն ցանկացած երիտասարդ, պատանի կարող է ինչ որ հարթակ կա այնտեղով պատվիրել թմրանյութ, գնա վերցնի։ Պատերին վրա են գրում հեռախոսի համարները, մեր Թումանյան փողոցի վրա։ Եվ դա չեն տեսնում պատկան մարմինները։ Բրյուսելի ինստիտուտի կողքը պատի վրա հեռախոսի համարներ էր գրված, որ դու կարող էր եւ երբ որ դու ես եւ դուք դա տեսել եք, ինչպես կարող է ոստիկանը, հսկիչը, չգիտեմ, պետական մարմինը դա չտեսնի։ Իհարկե, ինչի մասին է խոսքը։ Այո, եւ այդ բոլոր բաները տեսնում եք արդեն դա այդ կոռուպցիոն այդ սխեման ինչպես է աշխատում։ Դա արդեն պետության կամ այն որ իտալացիները բռնեցին Հայաստան եկող այդ ահավոր քանակի թեմրանյութերը իտալական շունիկը մենք միջարժ այնքան կարճ իշխողություն ենք, այնքան հեշտ ենք ամեն ինչը մոռանում եւ պատմության դասերն ենք հեշտ մոռանում եւ ինչ որ մերս հետ լինում է գուցե մենք փախչում ենք այդ դժվարությունից եւ այլն գուցե մենք ուզում ենք ինչ որ երաժշտություն լսել լավ խմիչք վերցրացա ասենք թե թուլանանք եւ այլն բայց այս մենք ուր ենք գնում մենք գրում ենք դեպի կործանում մենք դա չենք կարող մեզ թույլ տալ որովհետեւ այսքան տարի ապրել ենք, դուք խոսեցիք տղամարդկանց մասին, որ թույլ թիրախ կողմը այո տղամարդն է, որովհետև տեսեք, խմելը առաջի հերթին խփում է տղաներին, որտեղ տղաներն են խմած նստում ռուլին։ Խաղալը կախումների մասին է խոսքը, հա, տղաներին սարքում է կախում ունեցող մարդը, տղաներին խաղալը, հա, խաղալու նման կախում է։ Տղային սարքում է բոլորովին ինքը կամային հատկությունները կորում են, ամենադժվար է աշխատել խաղացողների հետ, որտեղ դեղ չկա, թմրանյութ ընդունողին գոնե իրեն արուն են մաքրում, էլի տղաներին է ավելի այդ բոլոր բաները կպնում, այո, բանակ գնացին ով է զոհվում, տղան է զոհվում, հա, ի վերջո մենք ինչ մենք դառնալու ենք ամբողջ հարվածը տղամարդու, մենք դառնում ենք կանացի ինչ որ մի հատ երկիր ենք վաղը մյուսերը դառնալու տեսեք ինչա կատարում ասենք թե հիմնարկա բաժնի վարիչը աղջիկը արդեն տղա չկա համապատասխան աղջիկը դառնում է բաժնի վարիչ որը շեֆը այդքան այդտեղ ուրիշ բոլորովին խոսակցություն է որտեղ նա կարող է ամուսնանա գնա երեխա ունենա եւ այլն բայց իրա բանի տակ, իրա ձեռքի տակ սկսում են աշխատել տղաներ։ Դա բերում է կոնֆլիկտի, որտեղ տղան սովոր չի, որ իրա շեֆը լինի, այո, իշխում է կինը տղամարդուն։ Այո, եւ ինչի համար, որովհետեւ այդ տղան ասում է, որ այդ կնոջ հետ խոսում ես, ասում է, կարծում ես ես այդ պատասխանատվությունը ուզում եմ, ես բոլորին էլ չեմ ուզում, բայց իրեն ոնց նշանակենք մենք շեֆ, երբ որ նա խաղում է։ Կամ երբ որ նա մեկ-մեկ մանավանդ IT ոլորտը փողը շատ է, իրանք մեկ-մեկ, այդ մեկ-մեկը երկու-երկու է, այդ ծխելը, բանանելը եւ այլն, նաեւ այդ IT ոլորտում էլ շատ եւ շատ տարածված է դա, ասենք թե բաները դե խաղալը այդքան չէ, որովհետև իրանք բավարարվում են արդեն կոմպյուտերի այդ բանից, բայց երեկոյան տեսեք արդեն շատ եւ շատ այդ թիրախմբերը արդեն գնալով շատանում են եւ ուր ենք հասնելու ես չգիտեմ։ Տիկին Ծատուրյան, գիտեք, այն որ ժամանակը շատ արագ է անցնում եւ գուցե արդեն սերնդային կոնֆլիկտ է ինձ մոտ սկսում, ես չեմ կարող ասել, բայց ուզենք թե չուզենք մենք հաշվի ենք նստում, որ տեխնոլոգիան զարգանում է։ Եվ եթե մենք առաջ գիրք էինք թերթում, գիրք էինք հոդքաշում, գիրք էինք ճարում, որպեսզի դա սովորենք, հիմա պարզապես մատի հպումով, արհեստական բանականության միջոցով լուծվում է այդ հարցը։ Տեսեք, ամեն ինչ տանում է նրան,
որ չգիտեմ, ուր ենք գնում, ուսումնատուժում, տուժումը մարդկային հարաբերությունները, առողջ անմիջական շփումները, որովհետև հիմա մարդիկ ինչ են անում, բացում են հեռախոսը եւ նույնիսկ ընկերները, որ ապրում են քաղաքի այս եւ կարող են հանդիպել մյուս կետում, անգամ չեն հանդիպում, արդեն հեռախոսով շփվում են, խոսում են, բավարարվում են եւ անգամ այդ շփումն է վերացել մարդկային։ Այո, մանավանդ կովիդն էլ ահագին բան դրան նպաստեց, որ մենք սկսեցինք տնից աշխատել, սովորել եւ այլն, համբուրվել ավելի քիչ եղավ, որտեվ հիմա չէ, բարակի դա ժամանակա, այսինքն էլի շփում, շփում, այդ բոլոր բաները, դե հիմա դա այսօր այդ մի հարցը, որը դուք հիմա դնում եք, դա իհարկե ամբողջ աշխարհի արժիվ է այդ հարցը ծառացած, դա արդեն սպეციფიկ մեր հարցը չի, մեր հարցերը ինչով են սպეციფიկ, էլ են, ինչի մասին մենք խոսեցինք ամբողջ աշխարհի խնդիրն է դա այսօր։ Բայց մենք փոքր ազգ ենք։ Այո, ուղղակի մեր քանակի մեջ ամեն մի տղան, ասենք թե, որը թմրամոլ է եւ նա ասենք թե նստել է ղեկին եւ վթարի միջոցով նա մահացել է, դա մեզ ուրիշի կյանքն էլ վտանգել է, այո, դա մեզ համար շատ կարևոր է, մենք ընդհանրապես մնացել ենք, նույնիսկ ես դե ստատիստիկա չկա, չեմ կարող ասել ինչքան ենք մնացել։ Դրա համար առավել եւս երևի գուցե երիտասարդների մեջ էլ մենք այդ բաները, որտեղ իրենք են ազգապահողը լինելու, իրենք են մեր ապագան, իրենք են մեր թոշակները ապահովելու, որովհետև մենք որ դառնանք թոշակառու, իսկ ազգը գնալով ծերանում է, որովհետև երիտասարդությունը դուրս է գալիս, դա միգրացիոն խնդիրները, դա այլ խնդիր է, դա էլ այսօր ծառացած մեր ազգի առաջ եւ ինքն էլ ունի պետության, պետականության խառնվելու տեղեր, դրա համար մենք պետք է հասկանանք, որ այս կարգի գոնե, այս կարգի հաղորդումներով շատ մենք կարող ենք նպաստել այդ բոլոր բաներին, ամենակարևորը, ով որ մեզ լսում է երիտասարդներից իրենք պետք է հասկանան, որ իրենք հիվանդ վիճակում ոչ մի բանի չեն կարող հասնել։ Այն ինչի մասին մենք խոսում ենք, ամենամեծ վտանգը ինչն է առողջությունը։ Գոնե դա հասկանան, օրինակի համար կա նույնիսկ տեսեք կա դաստակի խնդրեմ կա կոմպյուտերն այդ հիմա դե մկնիկներ չկան, հետո որ հա մկնիկներով աշխատում են այս ուսի մասը, արմունկը եւ այս դաստակը խնդիրներ են ունենում, հատուկ տերմինոլոգիաներով կան բաներ Էլ չեմ ասում ուղեղը, հա, ոնց է օգնում, աչքերը, չէ, աչքերի վրա նագրուսկա եւ այլն, գոնե երիտասարդներ գնում, Տիկին Ծատոյան, մենք մեր տարիքի, մենք մեր երեխաներով դրսում պարտադիր պիտի խաղայինք, այսինքն դա էլ է, չէ, մարզման մի ձև, շարժման մի ձև, շփման մի ձև, մենք բոլորին վերջերս հանդիպել ենք մեր դասարանցիներով, հասկանում եք, քանի տարի անց է չեմ ուզում ասեմ, մենք նույնիսկ դասարանցիներով ենք հանդիպում։ Հիմա երբ այս սերունդին ասում ես դասարանցիներով հանդիպում եք, ասում են չէ, դե ինչի համար են, կգրվենք, կխոսենք, կգրվենք, այսինքն էլի ոչ մի բան։ Այո, դա նաև դա այդ դեպրեսիվ ֆոնը, որը մեր մեջ հիմա առաջացել է պատերազմից եւ կովիդից հետո դա իսկ դա այլ մի քիչ խոսակցություն է, դա արդեն հարում է մեր էթնոհոգեբանական խնդիրներին, որ հայ ազգը միշտ ջարդերից, կոտորածներից եկած ինքը դեպրեսիվ ֆոն միշտ է ունեցել, կամաց դա սկսում է շտկվել։ Այդ երկու խոշորագույն վտանգները, որոնք որ կովիդի եւ պատերազմի միջոցով եկավ մեր վրա, ինքը ոնց որ այն արդեն մարող հանգստացող, այո, ինքը էլի այո, նա գլուխը էլի բարձրացեց, դրա համար մենք ունենք նաև այդ խնդիրները, դրա համար մենք պետք է շատ ամեն մեկը պետք է հասկանա, որ ինքը գերագույն արժեք է, տեսեք նույնիսկ մատնահետքերը ոչ մեկի մոտ նույնը չեն, նույնիսկ մատնահետքերով մենք ինչքան տարբեր են, այ երեխեք ջան, երիտասարդներ ջան, դուք ինչ եք անում ձեզ հետ, այսօրվա հաճույքը բոլոր մեղքերը սկսվում են հաճույքներից, իսկ մեղքը տանում է հիվանդության, դուք ինչ եք անում ձեզ հետ, մի հատ ձեզ սթափեցրեք, դա անպայման ուզում եմ, որ մեզ լսած լինեն մեր երիտասարդները։ Տիկին Ծատուրյան,
Չեմ ուզում էլ ավելացնեմ ձեր այս խոսքից հետո ոչինչ չեմ ուզում խոսել, որովհետև շատ հստակ դրեցիք հարցը։ Դուք ինչ եք անում։ Մտածեք, իսկ մենք կհանդիպենք, խոստանում եմ։